Սեպտեմբերյան Երևանը կարծես հալվում էր կիզի ճարևի տակ, իսկ քաղաքի աղմուկը խլանում էր ժամանակակից բիզնես կենտրոնի 10-րդ հարկի հաստ ապակիների հետևում։ Արմենը կանգնած իր ընդարձակ աշխատասենակի պատուհանի մոտ, հայացքը հառած դեպի հրապարակ։ 28 տարեկանում նա արդեն տիրապետում էր ամենին, ինչի մասին ուրիշները միայն երազում էին։ Նա ղեկովարում էր հոր Հրանտի հիմնադրած շինարարական կայսրությունը, վարում էր քաղաքի ամենաթանկ մեքենաներից մեկը և վստահ էր, որ այս կյանքում ամեն ինչ գնվում ու վաճառվում է։ Հայրը, Հրանտը, հին ադատներով մեծացած խիստ ու արդարամիտ տղամարդ էր, ում խոսքը օրենք էր շրջապատի համար։ Միակ մարդը, ում Հրանտը լսում էր ու ում կարծիքը հաշվի էր առնում, իր մանկության ընկերն էր, քեռի Սուրենը։ Սուրենը հարուստ չէր, ապրում էր համեստ, բայց ուներ մի գանձ, որը փողով չէր գնվի, իր դուստրը, Գայանեն։ Գայանեն նման չէր այն աղջիկներին, որոնց Արմենը սովոր էր տեսնել իր կողքին ակումբներում։ Նա ուներ մեծ, թախծոտ աչքեր, աշխատում էր որպես բուժքույր և ազատ ժամանակ կանոն էր նվագում։ Նրա մեջ կար մի տեսակ վեհություն ու անհասանելիություն, որը միաժամանակ և վանում և ձգում էր Արմենին։ Ամեն ինչ փոխվեց այն չարաբաստիկ երեկոյան, երբ երկու ընտանիքները հավաքվել էին Հրանտի ամառանոցում նշելու հայրերի ընկերության 40-ամյակը։ Գինին առատ էր, կենացները ճարտասան։ Երբ ավագ սերունդը նստեց նարդի խաղալու, Արմենը գտավ Գայանեին այգու խորքում հին ծիրանենու տակ։ Արմենը հարբած էր ոչ այնքան գինուց, որքան սեփական եսասիրությունից ու ամենաթողությունից։ Նա փորձեց սիրահետել աղջիկան, բայց երբ Գայանեն մեղմորեն, բայց հաստատական մերժեց նրան, ասելով, որ իր սիրտը ուրիշ արժեքների է ձգտում, Արմենի ինքնասիրությունը խոցվեց։ Վիրավորված հպարտությունը դրդեց նրան ստոր քայլի։ Նա չբռնացավ աղջիկան ֆիզիկապես, բայց արեց մի բան, որը հայ աղջիկա համար երբեմն մահից էլ վատ է։ Օգտվելով Գայանեի միամտությունից և վստահությունից, նա խորամանքորեն ստեղծեց մի իրավիճակ, որտեղ կողքից թվաց, թե Գայանեն ինքն է փորձում գայթակղել իրեն։ Երբ ընկերները մոտեցան, Արմենը բարձրաձայն, հեգնանքով ու դաժանորեն ծաղրեց նրան, ներկայացնելով որպես թեթևաբարո ու կպչուն աղջիկ։ Նա հողին հավասարեցրեց Գայանեի պատիվն ու համբավը ընդամենը մի քանի րոպեում իր ընկերների ծիծաղը լսելու համար։ Գայանեն ոչինչ չասեց։ Նա միայն նայեց Արմենին արցունքոտ, բայց անհավատալիորեն խորը հայացքով, ապա անձայն շրջվեց ու հեռացավ։ Նա չգնաց հոր մոտ, աղմուկ չբարձրացրեց, որպեսզի չփչացնի երեկոյան և չքանդի հայրերի դարավոր ընկերությունը։ Հաջորդ առավոտ Արմենն արթնացավ ծանր գլխով, բայց առանց խղճի խայթի։ Նա մտածում էր, որ ամեն ինչ կմոռացվի, իսկ Գայանեն պարզապես կանհետանա իր տեսադաշտից։ Սակայն անցավ 3 օր ու ոչ մի ձայն չկար, ոչ մի զանգ, ոչ մի սկանդալ։ Այդ լռությունը սկսեց ճնշել նրան։ 4-րդ օրը Արմենը շտապում էր կարևոր հանդիպման։ Նա պետք է ստորագրեր էլիտար շենքի կառուցման պայմանագիրը, իր կարիերայի ամենախոշոր գործարքը։ Բայց երբ նա բացեց նախագծի թղթապանակը վերջին անգամ աչքի անցկացնելու համար, սառը քրտինքը պատեց նրա մարմինը։ Գծագրերի մեջ, որոնք նա անձամբ էր ստուգել ու հաստատել, կար մի ճակատագրական կոպիտ սխալ։ Եթե շենքը կառուցվեր այդ հիմքով, այն կփլուզվեր և դա կարժենար հարյուրավոր կյանքեր ու Արմենի ազատությունը։ Բայց ամենազարմանալին այն էր, որ սխալի վրա կարմիր գրիչով կատարված էին ճշգրիտ ուղղումներ։ Ինչ-որ մեկը վերահաշվարկել էր ծանրությունը, ուղղել բանաձևերը և ներքևում փոքրատառերով գրել. «Պահիր ընտանիքիդ պատիվը, Արմեն, այստեղ թույլ տված սխալդ քեզ կյանք կարժենար»։ Ձեռագիրը անծանոթ էր, նուրբ ու գեղեցիկ։ Արմենը ցնցված էր, ոչ ոք չուներ նրա սեյֆի կոդը։ Նույն երեկոյան տուն վերադառնալով նա հյուրասենյակի սեղանին գտավ իր հին արծաթյա բանալիների կախազարդը, որը կորցրել էր տարիներ առաջ լեռներում և վաղուց հաշտվել դրա կորստի հետ։ Կախազարդը դրված էր մաքուր անձեռոցիկի վրա, իսկ կողքին մի փոքրիկ բանկան կույզի մուրաբա։ Դա հենց այն մուրաբան էր, որը պատրաստում էր նրա հանգուցյալ մայրը և որի համար Արմենը մոռացել էր։ Տանը ոչ ոք չկար։ Տագնապը սկսեց խեղդել նրան, ինչ-որ մեկը անտեսանելի հրեշտակի պես մտել էր նրա կյանք, փրկել նրան կործանումից ու հոգ տարել նրա մասին, չնայած նրա կատարած ստորությանը։ Նա այլևս չէր կարող համբերել։ Նա պետք է իմանար, արդյոք Գայանեն պատմել է հորը եղելության մասին։ Արմենը նստեց մեքենան ու սլացավ դեպի քեռի Սուրենի տուն։ Դուռը բացեց հարևանը, ծեր ու կուզիկ մի մարդ։ Երբ Արմենը հարցրեց Սուրենի մասին, ծերունին զարմացած նայեց։ «Դու չգիտես, տղաս,
Սուրենին մեկ շաբաթ առաջ տապօգնությունը տարավ, սիրտը վատացել էր։ Իսկ Գայանեն գնաց։ Արմենի սիրտը կանգ առավ։ Ուր գնաց։ Հարևանը հոգոցանեց։ Պայմանագիր ստորագրեց ու մեկնեց որպես կամավոր բժիշկ թեժ կետերից մեկը։ Սիրիա, թե Աֆրիկա, չեմ հիշում։ Ասաց, որ այս քաղաքում իրեն խեղդում են, որոտ չկա շնչելու։ Գնաց վիրավորներին օգնելու։ Արմենը քարացավ։ Հիշողության մեջ վառվեցին այգու տեսարանը, աղջկա լուռ արդյունքները եւ այն փաստը, որ նա լռել էր, փրկելով Արմենի ու նրա հոր հարաբերությունները։ Նա խելագարի պես վազեց հիվանդանոց։ Քերի Սուրենը պարկած էր գունատ, ապարատներին միացված։ Տեսնելով Արմենին, նա թույլ ժպտաց ու շշնջաց. Արմեն տղաս, Գայանեն խնդրեց քեզ մի ծրար փոխանցել, ասաց, որ եթե հանկարծ իրեն մի բան պատահի այնտեղ, նոր տամ քեզ։ Բայց քանի որ եկել ես, վերարկուիս գրպանում է, վերցրու։ Արմենը դողացող ձեռքերով բացեց ծրարը։ Նա սպասում էր մեղադրանքների, անեծքների, բայց ներսում միայն հին բժշկական փաստաթղթեր էին։ Նա սկսեց կարդալ ու աշխարհը փուլ եկավ նրա ոտքերի տակ։ Թղթերը վկայում էին 5 տարի առաջ տեղի ունեցած դեպքի մասին, երբ Արմենը ծանր ավտովթարի էր ենթարկվել։ Նրան շտապ պետք էր հազվագյուտ խմբի արյուն եւ լյարդի փոխպատվաստում։ Հայրը նրան ասել էր, թե դոնորը մի անծանոթ կին է եղել, ում վճարել են, բայց փաստաթղթերում սևով սպիտակի վրա գրված էր դոնորի անունը՝ Գայանե Սուրենի Ավագյան։ Նա գաղտնի տվել էր իր օրգանի մի մասը եւ արյունը, որպիսի Արմենը ապրի, եւ արգելել էր ասել այդ մասին։ Թղթերի տակ ընկած էր մի փոքրիկ երկտող, գրված Գայանեի ձեռքով ընդամենը մի քանի օր առաջ, նրանց վերջին հանդիպումից հետո։ Արմեն, ես մտա ձեր տուն հորը դեղերը տանելու եւ սեղանիդ տեսա գծագրերից սխալը։ Դու ննջասենյակում էիր, ինձ չնկատեցիր։ Ես ուղեցի այն։ Ես գիտեմ, որ դու իրականում այնպիսին չես, ինչպիսին փորձում էիր երևալ այգում։ Դու պարզապես մոլորվել ես հարստության մեջ։ Ես հեռանում եմ, որպիսի հայրս ու քո հայրը երբեք չիմանան, թե ինչպես վարվեցիր ինձ հետ։ Նրանց ընկերությունն ավելի կարևոր է, քան իմ ցավը։ Ապրիր արժանապատիվ։ Հիշիր, երակներումդ նաև արյունն է հոսում։ Թույլ մի տուր, որ այն ապականվի։ Արմենը դուրս թռավ հիվանդանոցից, նստեց իր շքեղ մեքենան եւ սեղմեց ղեկը այնքան ուժեղ, որ մատները սպիտակեցին։ Նա հասկացավ, որ ոչնչացրել է մի մարդու, ով 3 անգամ փրկել է իր կյանքը։ Մեկ անգամ տալով իր արյունը, երկրորդ անգամ ուղղելով մահացու սխալը գծագրերում եւ երրորդ անգամ փրկելով նրան խայտարակությունից ու հոր ցասումից։ Այդ օրը Արմենը առաջին անգամ լաց եղավ։ Արցունքները հոսում էին նրա այտերով, մաքրելով հոգու ժանգը։ Նա շտապեց օդանավակայան, փորձեց գտնել Գայանեին, բայց ապարդյուն։ Նա արդեն հասել էր պատերազմական գոտի, որտեղ կապը ընդհատումներով էր։ Անցավ 2 տարի։ Արմենին այլևս հնարավոր չէր ճանաչել։ Նա վաճառեց իր թանկարժեք մեքենաները, դադարեցրեց քեֆերն ու անիմաստ շռայլությունները։ Նա հիմնադրեց բարեգործական հիմնադրամ, որը ֆինանսավորում էր հիվանդանոցներն ու դպրոցները։ Ամեն առավոտ նա արթնանում էր մի հույսով՝ լուր ստանալ Գայանեից։ Նա հազարավոր նամակներ էր գրել, որոնք մնացել էին անպատասխան, բայց նա սպասում էր։ Եվ մի օր, սովորական աշխատանքային առավոտ, նրա էլեկտրոնային հասցեին նամակ եկավ, առանց վերնագրի։ Ներսում միայն մեկ լուսանկար էր՝ Արարատ լեռը, նկարված սահմանի մյուս կողմից, եւ կարճ գրություն. Ես լսել եմ, որ դու վերանորոգել ես մեր թաղի հին երաժշտական դպրոցը։ Հայրս հպարտ էր դրանով։ Իմ առաքելությունն այստեղ ավարտված է։ Ես տուն եմ գալիս։ Արմենը դուրս վազեց փողոց։ Երևանի օդը երբեք այսքան մաքուր ու քաղցր չէր թվացել։ Նա նայեց դեպի երկինք ու ժպտաց։ Նա գիտեր, որ առջևում դժվար ճանապարհ կա, վաստակելու Գայանեի ներումը, բայց այս անգամ նա պատրաստ էր ամեն ինչի։ Նրա երակներում հոսող արյունը այլևս թույլ չէր տա նրան սխալվել։